Դերասանուհի Ռոզա Դավթյանը բավականին սիրված է հանրության շրջանում։ Դերասանուհին այնքան սիրված է, որ երբ ինչ-որ շրջան նրա մոտ պասիվություն է տիրում, համացանցի օգտատերերի մոտ անհանգստություն է առաջանում, թե ինչով է պայմանավորված սիրված դերասանուհու պասիվությունը։ Վերջին շրջանում հատկապես Ռոզա Դավթյանը, երբ մեկնել էր Ուֆա իր ամուսնու ծնողների տուն, այնտեղից շատ հաճախ ակտիվ հրապարակումներով էր հանդես գալիս, գրեթե ամեն օր 20-ից ավելի հրապարակումով էր դերասանուհին հանդես գալիս, այդպիսով ցույց տալիս, թե ինչպես էր իր ամուսնու մայրիկի հետ խմորեղեն պատրաստում, հաց պատրաստում եւ այդպես շարունակ։ Նա հաճախ նաեւ ցույց էր տալիս, թե ինչպես է ամուսնու եղբոր հետ գնումներ կատարում։ Կար շրջան, երբ դերասանուհի Ռոզա Դավթյանը միանշանակ լռություն էր ապահովում ինստագրամյան հարթակում։ Մարդիկ ցանկանում էին իմանալ, թե ինչով է պայմանավորված սիրված դերասանուհու այսչափ լռությունը։ Դերասանուհին հանկարծ ինստագրամյան հարթակում նոր հրապարակումով հանդես եկավ, նշելով, որ այսպիսի հարձակում չէր սպասում։ Խոսքը իր հետևորդների մասին է, ովքեր տևական ժամանակ տեսնելով դերասանուհու էջի պասիվությունը, հետաքրքրվել են, թե ինչ է կատարվում նրա հետ։ Նշենք նաև, որ դերասանուհին այժմ Հայաստանում է։ Առանց շաքար շոկոլադ եմ հալացնում, առանց շաքար չրերով պատրաստում եմ այս գեղեցկությունները։ Հիմա պատրաստել եմ ասենց փայտիկի վրա, այսպես ենք անում։ Դնում ենք մեր պերգամենտի վրա և չարազից դնում ենք նուշ։ Դե հետո չասեք, որ առանց շաքար հնարավոր չի համով բաներ ուտել։ Այսպես։ Մի հատ նայեք ինչ լավն են, ինչ հեշտ պոկվում են, անցած անգամ ամանիկների վրա է արել, լավ չէր պոկվում։ Հիմա մենք սրանով սուրճ կխմենք, առողջ օգտակար վիտամիններով լի։ Եկել ենք նորից գնումների, ձեռքերս սաղներ կա, կարաք հասկանաք, որ արդեն սկսել եմ։ Սիրուն սենց բաժակներ կան, այսինչ սիրուն բաժակներ, այստեղ էլ կան, այսինչ սիրուն բաժակներ կան, այս խանթի բաժակները շատ սիրուն են, այս րանցից ունենք 2 հատ։ Գնանք տեսնենք էլ ինչեր կան։ Վերցրել ենք այս տապճկաները, ամենի սրբիչներ և 6 հատ էլ այս ամաններից ենք վերցնում ստեղի տան համար։ Մի հատ այս մեծից կվերցնենք բլյուդայի, մի հատ այս խորը սալատի, 6 հատ են ենց, լավ չի։ Այս սինին որոշեցինք վերցնենք, տեսակ ինչ սիրուն ամանա, մի հատ էլ ես ենք վերցնում, շատ լավն է։ Առանց շաքար այս կանֆետներից 3 հատ, սրանք էլ էին առանց շաքար և նորություն, սրանցից էլ վերցրինք այս փոքրիկներից, առանց շաքար են բոլորը, սա դե իմ առանց շաքար, այո, մշտականներն է, սա ես չեմ վերցրել, բաշկիրսկի շոկոլադ և վերցրել ենք այսը։ Առանց շաքար այսինչ երկար վաֆլիներ գտանք այն նույն ֆիրմայից։ Այս իրանք շատ էի հավանել, ստեղ ուրիշ համով էլ կա, տեսնեմ որը վերցնեմ, մեքենայի համար շեղան ամանդվանելու, հուսամ, որ իրանցից հոտ չի գա, որովհետև ես շատ ուժեղ հոտ եմ առնում մեր տան ապարատի, համ էլ էստեղի ապարատի աման լվանալու այդ տաբլետկաներից։ Անցած անգամ չկար այս յոգուրտներից 3 հատ վերցրինք, ջուր վերցրինք, և հաց բրուսկետայի համար։ Կատ առանց լակտոզա, կատ առանց լակտոզա։ Ստեղ սենց բաներ տեսա առանց շաքարի, սելա առանց շաքարի։ Հազար։ Չերի, այն չա չգիտամ, ամենա համով ու քաղցրները, ես մի քիչ երկարավններն են։ Չգիտեմ, սրանք քաղցր են թե չէ, բայց գրածա սուպեր սվիթ կփորձենք տանը։ Կրայկերը վերցրին։ Այստեղ էլ ենք վերցրի լիմանչիկ։ Նոր նկար ենք վերցրել այս առյուծիկին, գույները շատ լավն են, ինձ թվում է սիրուն կստացվի։ Եվ իդեպ ես այնքան պրոֆեսիոնալ եմ արդեն դարձել, որ առանձին վրձիններ եմ վերցրել։ Ինձ թվում է քիչ-քիչ դառնալու եմ նկարչուհի։ Տեսնենք վրձինները ոնց են լինելու։ Եթե կան նկարիչներ, ասեք
ճիշտ ընտրություն եմ կատարել, թե ոչ։ Նարինջը կտրատել ենք ու պատրաստվում ենք այս ապարատով թարմ քամենք եւ խմենք։ Եթե ստացվեց, ուրեմն ես ամեն առավոտ թարմ քամած նարինջ կխմեմ։ Բայց լավ քամվեց։ Միշտերս չես կրտել։ Քամեցինք, մի քիչ արդարացրեց իրան ապարատը, հիմա մյուս ապարատով ենք փորձելու։ Տարվում եմ հետևում ուշադրություն մի դարձրեք, որովհետև հավես չունեմ ուղղակի։ Կարամ չունենամ հավես, կարամ իդեալական չլինեմ ուղղակի։ Եվ իմացեք, այն ինչ որ միշտ Instagram-ում կա, դա իրական չի։ Չէ, իրական է, բայց իրական է այդ պահի համար, միշտ չի որ տենց ենք։ Մազերս հարթուկում եմ, ինչ-որ շատ եղավ այս յուղը։ Հիմա պլաններիս մասին ասեմ, պատրաստվում եմ մազերս հարթուկեմ, հարցնեմ Google-ից, եթե տեղ ենք դուրս գալու կսվեմ, եթե չէ, տեսանակս հավաքեմ։ Շատ տաք է այս հարթուկը չոտը։ Ինչ-է լավ է անում։ Ամսի 22-ին մենք գնալու ենք աղմալի համերգին։ Ուպայում! Ուրեմն պետք է ամսի 17-ին հետ գայինք, բայց ես աղմալ եմ իրան ասում, ինքիմ համար աղմալա, չգիտեմ ճիշտ անունը ասելու ձևը ոնց է։ Երգերն եմ լսում, չգիտեմ, այդ իր կոնցերտների ատրվագները ամեն ինչ ես սենց TikTok-ով էլ թերթելուց Instagram-ով էլ ֆիդում միշտ ես իրան հետևում եմ, ֆանատն եմ իր էմոցիաների, իր արտիստիզմի, իր իրական լինելու, իր այդ ոչ աստղային, չգիտեմ ինչ վիճակների, ես շատ եմ սիրում իրան։ Ու սենց նայում եմ ասում եմ, ոյ, Երանի իր համերգներից լիներ գնայի, թեկուզ նայում եմ ասում եմ Մոսկվայում կամ չգիտեմ մոտ մեր Ուֆային մեզ մոտ միտեղ, որ գնայի, քանի ստեղ եմ, մեկ էլ կարդում եմ Ուֆա։ Ասում Գոգո, մենք պետք է այս համերգին գնանք, ալտերնատիվ չկա։ Հետո դոմսերը վերցնում ենք իրիկուն ընտանիքով, որանցի 22-ին գնանք եւ այլն երկարացնում ժամկետը, մեկ էլ Instagram-ում եմ մտնում, տեսնում եմ, որ մայիսի 3-ին էլ համերգ ունի Հայաստանում։ Տեղի տոմսնել եմ պայծառել, առաջին շարքում արդեն, պատրաստված, ճոխ կգնամ։ Ես մեկ էլ գեոպիկայի շատ մեծ երկրպագուն եմ, անգամ մենք մեր հարսանիքին էինք պլանավորում իրան կանչել, ու պլանավորելը որն է, շատ հստակ որոշել էինք, բայց ինքը ասաց, որ հարսանիքներին չի երգում պրինցիպիալ։ Գրեթե ավարտեցի համերգին ամսի 22-ին որոշել եմ կարմիր պիջակը, որ ձեզ ցույց տվեցի, դա հագնեմ։ Ոպսոր շատ հեռու է տոմսը, որովհետև ես շատ ուշ իմացա ու արդեն շատ քիչ տոմսեր էին մնացել։ Բնական լույսի ներքո էլ ցույց տամ։ Եթե շպարվելու լինեմ, դա էլ ցույց տամ։ Մենք պերաշկ ենք պատրաստում։ Սա մեր պատրաստի արդյունքներն են։ Այսպես կփորձեմ և կասեմ եմ կարծիքը։ Բայց շատ լավ նախամոր է եղել, ընտիր է եղել, խմորն է շատ լավ է, բոմբչկա է, փորձել է պետք։ Ու ստեղ պատրաստել ենք, արդեն նավնեց եմ ասում պատրաստել ենք, պատրաստել, նապոլեոններ ընտիր, սպասում ենք մի քիչ փափկի ու թրջնիկատ։ Թրջնիկաթի երկու դիզայնով ենք արել, ընտիր է ես փորձել եմ